Հայաստանը Միացյալ Նահանգներից վիբետ անօդաչու թռչող սարքեր է ձեռք բերել։ Երևանում ԱՄՆ փոխնախագահի հետ հանդիպմանը վարչապետն է հայտարարել, հավելել, դրանք էականորեն կնպաստեն մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Վենսը իր հերթին ասել է, որ ԱՄՆ-ն 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք է հաստատել Հայաստանի համար, ուստի ձեռք բերված խաղաղությունը կայուն կլինի։ Հավելել, մենք բացառիկ ներդրումներ ենք անում Հայաստանում, որովհետև վստահում ենք Նիկոլ Փաշինյանին։ Այսօր առավոտյան Միացյալ Նահանգների փոխնախագահը տիկնոջ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Փոխնախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Երեք մեր ստորագրած փաստաթղթերից մեկը եւ այն փաստաթղթերը, որոնց վրա դեռ աշխատում ենք մեր հանդիպումների ժամանակ, Հայաստանում մեծ ներդրումների մասին են նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի միջև կնքված լավ գործարքների շնորհիվ։ Այս նախաձեռնություններից մեկը շատ մեծ տվյալների կենտրոն է, կարծում եմ այն արդեն մեկնարկել է։ Տվյալների կենտրոնը կարող է հասնել մինչև 4 միլիարդ դոլար ընդհանուր ներդրումի Հայաստանում։ Այն նախատեսում է մեծ թվով աշխատատեղեր տուն դարձողների համար։ Սա դասական փոխշահավետ գործարք է, կարծում եմ նախագիծը ի վերջո կարող է հասնել 4 միլիարդ դոլարի։ Արդեն իսկ տեսնում ենք զգալի ներդրումներ Հայաստանում եւ ակնկալում, որ այս միտումը շարունակական կլինի, ասել է նա։ Ալիևը խոսելով Հայաստանի հետ համագործակցության մասին վստահեցրել է Բաքուն հարգել եւ հարգում է իր պարտավորությունները եւ քաղաքական օրակարգը երբեք չի խառնում բիզնեսի հետ։ Մենք ոչ միայն վերացրել ենք Հայաստան-Բեռների տրանսպորտ բոլոր սահմանափակումները, այլև սկսել ենք նավթամթերք մատակարարել Հայաստան գործակցության առաջին հիմքերը դնելու համար։